Կանանց բոլորս ասենք փառք Աստծուն։ Տեր արժանի է փառքերի գովեստների, Տեր արժանի է։ Ուզում եմ անդրադառնալ, ինչպես եղբայրները կարդացին Եսայի 53-րդ գլուխ 10 խոսքից։ 53-րդ գլուխ 10 խոսքից։ Տեսնենք ինչ է գրված բոլորիս համար։ Բայց Տերը հաճեցավ, որ զանիկա ծեծելով, ուշադիր եղեք, Հայր Աստված հաճեցավ, որ զանիկա ծեծելով ցավերում մատնե։ Հիշում եք, որ Տերն ասեց, եթե ես ուզենամ 12 գունդ հրեշտակներ չեն ուղարկի հայրս, բայց պետք է կատարվի մարգարական խոսքը։ Եվ որ անոր անձը մեղքի համար զոհնել են ետքը, անոր անձը մեղքի համար զոհնել են ետքը, անիկա սերունդ պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկնցնե։ Նա սերունդ պիտի տեսնի, ովքեր են այդ սերունդը։ Մենք ենք։ Հույները, որ մոտեցան ուզեցան Հիսուսին տեսնել, ասեց, եթե ցորենի հատիկը չընկնի հողի մեջ, նա եթե չընկնի մենակ կմնա, եթե ընկնի շատ արդյունք բերի։ Տերը խոսեց իր խաչելության մասին, հարության մասին, այո, ինքը պիտի մահանար, պիտի վերջ հարություն առներ, համբարձվեր, եւ ինքը սերունդ տեսավ, այո, մենք ենք։ Ինչքան իրոք որ փրկված ժողովուրդներ եղել են եւ ելի կլինեն։ Նորից եմ կարդում այս տեղը։ Անիկա սերունդ պիտի տեսնե եւ իր օրերը պիտի երկնցնե։ Եվ Տիրոջ կամքը անոր ձեռքով պիտի հաջողի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա։ Իմ արտար ծառաս իր գիտությունով շատերը պիտի արտարացնե։ Այո, Քրիստոսի շնորհքով մենք արտարանում ենք։ Քանզանոնց անիրավությունները, անօրենությունները ինքը պիտի կրե։ Բոլոր մեր անիրավությունները Տեր ինքը պիտի կրե։ Անոր համար մեծերուն հետ բաժին պիտի տամանոր ու հեզերու հետ ավարեն բաժին պիտի առնե։ Քանզի իր անձը մավան մատնեց, հանցավորներու հետ սեփեցավ, այո, կատարվածա մարգարություն էլ։ Ու շատերու մեղքերը վերցուց, ու հանցավորներուն համար միջնորդություն արավ, ինչպես առաքյան ասում, այո, նա է միջնորդը մեր եւ Աստծո միջեւ եղած։ Եղբայրներ, քույրեր, դուք այդ մասին գիտեք, հիշեցնում եմ, Զաքարիան էլ ժամանակին տեսավ Տիրոջ պարգը, որը գրված է 13:6-ում, Զաքարիայի 13:6-ը, ասում է, պետք է ասեն, այդ ձեռքերուդ միջի վերքերը ինչ են դրանք։ Այդ ինչ վերքեր են, որտեղ են դրանք։ Որտեղ է ստացել։ Նա չասեց օտարների տանը, նա չասեց հետանոստերից։ Նա ասեց, որտեղ եմ ստացել, հիշում եք։ Իմ բարեկամի տանը, այո, իմ բարեկամի տանը։ Գիտեք ինչքան դժվար է։ Ինչպես Դավիթն ասում է, նա չէր ինձ ոնց ասած, որ ասենք մերժող անարգողը։ Նա որ մի սեղանից հաց են կերել։ Միասին ենք եղել։ Գիտեք ինչքան դժվար է դա։ Բոլորը չէ, որ եղբայրներ քույրեր գնահատում են։ Գնահատեք Աստծո ողորմությունը։ Ես մեր գուտեք կուագուզում եմ հիշացնել։ Արադա մասին, որ ապրում էինք, մոտիկ շենք կար, մոտիկ։ Քույրերից մեկը մենակ ապրող քույրը տարեց։ Իր տանը ես նորերի պաշտամունք եմ անում, շատ այն առաջ էր։ Մարդիկ հավաքում են, ագին ժողովուրդ են գալիս։ Այդ նույն շենքից մի ընտանիք կար, քայքայված վիճակի մեջ էր։ Իրանք միասին մի տան մեջ են, բայց ամուսինը հարբեցողության էր իրան տվել, կինը անառակ կյանքի մեջ էր, ինչքան հիշում 3 հատ էլ երեխա ունեին, փոքր։ Երկուսն էլ խոսքը լսեցին, ապաշխարեցին։ Մոտ անցել է 3 ամիս։ Ամուսին իր խմիչքը թողեց, վերջը կինը իր վատ կյանքից հրաժարվեց, մոտարապես 3 ամիս անցել էր։ Պաշտամունքը, երբ որ վերջի աղոթքն ենք անում, աղոթքը վերջացավ եւ ծնկի ենք եկի բոլորս էլ առաջի հարգում էր էդի։ Մեկ էլ աչքս ընկավ այդ քրոջը դիմացը ծնկի եկած էր։ Մեկ էլ որ նայեցի տեսա այդ քույրիկը սոսկման մեջ է, վախի մեջ, այն որ ասում է սպրտնած դեմքով։ Միջև հիմա անուն հիշում եմ Անո իր անունը։ Ասի Անո քույր ինչ եղավ քեզի, ինչ որ մի բան կատարվել է։ Ասեց մամիկա եղբայր առանձին կասեմ։ Առանձնացանք, ասեց միջև հիմա այս կյանքում տեսիկ չեմ տեսել։ Տեսիկ բան ընդանրապես չի տեսել։ Այս աղոթքի ժամանակ տեսա Տեր Հիսուսին, ուշադիր լսեք, խաչի վրա ոնց էր տանջվում։ Գլուխը ներքևը կա բանարած, գլուխը տանում էր էսկոմ, ցավերից բերում էր էսկոմ։ Եվ գլուխը բարձրացրեց, ես էլ իր
տեսիլքի մեջ նայում եմ, որ Քրիստոսի խաչի առաջ կանգնած եմ։ Ասեց, ինչի չգնահատեցիր։ Չէ որ այս տանջանքը բոլորը, տանջանքը, այս բոլորը ես քո մեղքերի համար եմ կրում։ Ինչի չգնահատեցիր նորից անցար քո կյանքի։ Եկ ընկերուն համոզել եմ նորից անառակ կյանքի։ 3 ամիս թողել էր ամեն բան։ Եվ այդ տունը ընդանրապես չափ աշխարհեցին։ Ծունը ծախին թե գնացին, որտեղ հիմա կան թե չկան չգիտեմ։ Քրիստոսով եղբայր երկույրեր, բոլորը չէ բոլոր դարում գնահատել են, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մահացավ, մեզ արտարացնելու համար հարություն առավ, մեզ երկնային թագավորության որդիներ կոչեց, տղակներ ու աղջիկներ։ Մի բան էլ խնդրեմ ձեզ, ես վերջերս դրա վրա կանգ եմ առնում, Տեր Հիսուսը պետք է նստի իր փառած աթոռին, հիշում եք, հետո ինչ անելու, այծերը ոշխաներից զատելու է, այծերը ոշխաների հետ միասին հոտի մեջ են, այդ ուշադիր եղեք, այո նրանք առանձին չեն, փառախում հետ միասին են, արոտի մեջ էլ միասին են, բայց Տերը զատելու է, եւ պետք է ասիմ հորս օրհնվածներ, ովքեր են որ օրհնված են, որոնք բարին արեցին, սոված են մերկ է բանտի մեջ է, լավն ինչ որ լավ արել, ում են համարեն, ում են արել, Տերն ասեց ումն են արել, այս փոքրիկներից մեկին արեցիք, դա ինձ է կարել, իմացեք որ ինձ է կարել, ովքեր որ լավն են արել, միշտ է Տիրոջն է դա վերաբերում, Տիրոջն են արել, իսկ հարց, իսկ եթե վատն եք անում, էլի Տիրոջն եք անում, այո, Սավողին Տեր ինչ ասեց Սողոսին, ասեց ինչես դու ինձ հալածում, ով կարա Տիրոջ հալածի, բայց եթե մենք անում ենք Աստծո զավակներին, վատաբանում ենք, կոպտում ենք, վիրավորում ենք, պարապտեղ սրտողեցնում ենք, հնարավոր ինչ որ ասեց, եթե հիմար ասեց գենի կրակին, Տիրոջն եք անում, եղբայրներ քույրեր, այդ մասին մտածեք, ինչ որ անում եք Աստծո զավակներին, նորից եմ Տիրոջն եք անում դա, մի հատ երթկար աղբարաշեց մի հատ երիտասարդ, այս ժամանակ որ նորևս զբաղվում է, եղբայրներ քույրեր հրաշք էր դա, ինքը նոր էր հավատքի մեջ, բայց Աստված իր հավատքը հաստատելու համար ամեն ծնկի գալուց Հիսուսին տերում էր խաչի վրա, ամեն ծնկի գալուց, պարզ տեսնում էր, մարդիկա տարիներ անցնում են, տանաբես մի անգամ դες տեսիլ չեն տեսել, բայց ինքը ամեն ծնկի գալուց տերում էր Քրիստոսը խաչի վրա տանջում էր, չափ աշխարհից, բոլորները թողեցին գնաց մաքրվեցին, մեկ եկավ Տիրոջը շնորհակալություն հայտնեց, ինը ծնկի վրա եկավ Տիրոջը շնորհակալություն հայտնեց, Քրիստոսով եղբայրներ քույրեր, շատեր եղել ասել են հրաշք կլինի, իմ երեխեն բուժվի կամ այսպես լինի, ես հավատամ, բայց չհավատացին։ Դրա համար Պողոս առաքյալը ասում էր ես լացով զրուցում եմ Քրիստոսի խաչի թշնամիների համար, որոնց վերջը կորուստ է։ Սա չի խոսում աշխարհի մարդկանց մասին, որոնց վերջին կորուստ է, որոնց որովայն իրանց Աստվածն է, որոնց փառք իրանց ամոթն է։ Միայն նրանք երկրավոր բաներ են մտածում։ Եթե նրանք միայն երկրավոր շանակումը նրանք հավատացյալ են, բայց այն կյանքը չեն ապրել։ Մարմնավոր կյանք են ապրել, առաքյալը լացում էր իրանց համար։ Մի հատ դեպք Ռասիայում հիշեցի ես, Ռասիայում ովքեր որ եղել են ժողովներին, իրանք գիտեն Ռասիայի բանում, կլուբում որ ժողովն է լինում։ Մի հատ երիտասարդ ապաշխարում է քաղաքից, Երևանից։ Մայրը անդադ նախատում իրան, անապաշխար մայրը։ Ուր ես գնում, մոլորվում ես, այսպես։ Ասում եմ, մամ ջան, այդքան ինձ վատ բաներ ես ասում։ Մի հատ արի, մի հատ տես, քո տղեն որտեղ է գնում, մատ արի էլի։ Քո աչքով տես։ Ուրեմն մայրը հետևում է, գողդուկ, վերջ-վերջով հնեց է գալիս, որ տղեն չտեսնի։ Կիրակյոլ պաշտամունք է, նստեղ է նստում, որ տղեն չտեսնի։ Մեր քույրից մեկը ինքը իր առաջի սպանին նստած եղել, ասենք իր դիմացից նստարանին։ Ուրեմն հետարքիրը տղան տնաբես չգիտի, որ մայր եկել է։ Երբ որ սկսում է պաշտամունքը, երկ աղոթքը վերջ-վերջով, Տերը մոր այցելություն անում։ Եղբայրներ քույր, նա եկել էր ուրիշ կերպով, եկել էր ասա դատելու, եկել էր մեղադրելու, եկել է վերջ-վերջով, այսինքն ուրիշ տրամադրությամբ Տերը այցելում է մամային։ Զորություն իջնում ասում է աղաղակել Տիրոջը։ Բարձրաձայն, պատկած զորություն իջելը, մեկ էլ շփոթում է, մեկ էլ մայ, տղան մեկ էլ հեռում նայում, տերում է մամանա։ Եկել ասում է մամա ջան, տենում ես ինչ լավ տեղ եմ եկել, տենում ես։ Այս տեղ եմ։ Էլ մամային պետք չի բացատրել։ Մաման ինքն է ճաշակում։ Եղբայրներ քույրեր։ Ես մի հատ էլ խնդրվածք ունեմ չձանձրացնեմ ձեզի։ Պապաս մամաս որ ապաշխարեցին, հայրը շատ ջերմեռանդ, իրան թե մեր բոլորը հավատացյալ այդպես ջերմեռանդ լինեն։ Նրա մեջ տագնապ կար, այսօր կա ոմանց մեջ չկա այդ տագնապը, չկա այդ անհանգստությունը։ Տեր ասում էր ինձ կանչել ես։ Ինքը սասունցի լեզով ասում էր մակին կանչել ես, մակին, բա գառներս մնացել են, պիտի բերես։ Բայց ինձ կանչել ես, բայ մեր երեխեք մնացել են։ Ծոմ աղոթներ էր անում, ծոմ։
Շաբաթ քան անգամ ծոմի մեջ էր։ Եղբայրներ, քույրեր, ես տնից փախնում եմ, հանկարծ պաշտամունք կորի լինում, գնում եմ միջև պաշտամունք չվերջանար, ես տուն չի գա։ Մի օր եկել եմ տունը, գիտեմ պաշտամունք է, գելել եմ վերև ֆուտբոլ եմ նայում հարևանի տանը։ Առաջի խաղակես պրծելը, պիտի սպասեմ երկրորդին, պաշտամունքի մոտարապես կեսն է, միջև ժողովուրդը չգնային տուն չի գա։ Մեկը զգում եմ մի ուժ ինձ ստիպում գնամ, պիտի երկրորդ խաղակեսն եմ նայում ֆուտբոլը։ Մի ուժ ինձ ձգում է դեպի տունը։ Փախել եմ, բայց ինձ դառնում է սուպ օկին։ Եկել եմ դրա մոտ կանգնել եմ, մեկը անմիջապես իմ աղբերը մուշեղը, թե որտեղ ես դե իրան բերեց, մի անգամից։ Դուրը խփեցին, բացեցին, դեր լիք ժողովուրդ էին։ Անմիջապես միջանցքում ասեց, տեսեք ինչպեսի մարդիկ են ասում պաշտում, ղեկավարներ կա մեջը, ուսանողներ կան։ Մեկ էլ հրավիրեցին աղոթքի, հենց միջանցքում ծնկ եկանք։ Եղբայրներ, քույրեր, դանում Աստված։ Մարգարոյի բանի մեջ գրած է առաջի թագավորացի մեջ։ Աննայի աղոթքի մեջ գրված է, չէ՞ դե բանա Եղիան ասում է, սրտերը դարձնողը Տերն է։ Սրտերը դարձնողը Տերն է։ Երբեք զորբայությունով չես կարող ոչինչ անես։ Անկեղծացեք աղոթք արեք, ծոմով աղոթքով արեք Տեր, որովհետև փրկությունը բարյո Տերը բոլորի կորուստը չի ուզում, ոչ մեկի կորուստ չի ուզում։ Նա ուզում է, որ մարդիկ չլինեն, փրկվեն։ Մի բան էլ ասեմ սովորաբար ծնողների համար, կարևոր ուժեղ աղոթք էր գնում։ Ճիշտ է, չարախոսությունը շատ էր ժամանակ բարեկամների կողմից։ Այնքան էլ լարված, այնքան տրամադրված էին, որ պապան ասած Դավիթը փոքր էր մեծ տղան։ Ոնց ասած վերցրել որ տանում է մոդիկ պոլիկնա մոդիկ է Մալատիայի։ Մեր տունը մոտիկ էր։ Գյուղացի մեկն ասում է, հապետ, այդ երեխային ուր է ստանում։ Չեմ ուզում մեր լեզվով ասել։ Ասում է, տանում է պատվաստման։ Այ մարդ թող այդ կրոնական բաները, քիչ է դու գնում ես, այդ երեխուն էլ ստանում։ Այ մարդ ի՞նչ կրոնական։ Բժիշկ եմ տանը պատվաստման։ Վերջը մի օր բարեկամների կողմից որ շատ չարախոսեցին, սիրտը լրիվ տրամադրեց միջև ապաշխարությունը։ Աստվածաշունչը պահեցի, երկարանկար ինչ-որ բաներ կար, եկավ տեսավ չկա, դիմացա որ ես եմ պահել։ Ջղայն ասա պապաս վրես, դե պարզախ վատ խոսքեր չասեց։ Վերցեցի տիկնոջը զվարթին, գնացին Մեյմանդար, Մասիսի գյուղն իրանք, ապրում ծնողները։ Արդեն ուշ ժամ էր, զոկանջից տեղյակ պահեց, աներս չգիտեր։ Նայքի չետարկիր բան կատարվեցավ։ Աներս արդեն գնաց սալը պարկելու, զոկանջից գնաց ասեց, որ եկել են, որ մնան տունը, ինչ որ ասենք իրանց պապան, որ հավատացյալ է դարել, չեն ուզում այդ տունը բան անել։ Այնտեղից միանգամից ձայնը բարձր ասեց, զվարթի վրա խոսեց, ասեց չգիտեմ, կեսրարդ մուսուլմանը, թե ինչ հավատքի է, ինձ չի վերաբերվում, դուք ստեղ տեղ չունեք, հելը գնացեք։ Երան թե բոլորը այդպես անեն, ոչ թե թևերը բռեն, արի տզոց եկավ։ Եղբայրներ, քույրեր, խելոք եկանք, պապայի հետ հաշտվեցինք, ինչքան աղոթք էր արի պապան։ Իրոք որ Տիրոջ առջև սիրտը բացել էր, Տեր ինչ կլի, այն ծառա որ իրան հետ բերես։ Պատատվեցինք, սղճացինք, Աստվածաշունչը բոլորը տվեցինք, այդպես ապաշխարեցինք։ Տերը ոչ մեկի կորուստը չի ուզում։ Նա արյուն է թափի բոլորի համար։ Ճիշտ կյանք ապրեք, վերաբերմունքը թողնի սուրբ, չնեղացնեք ոչ մեկին, անչեք Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, Տերը թույլ չի տալիս, պլպլած պատրուկը մարի, ջախջախված եղեգը փշրի։ Կարող ամենակրիտիկական պահի մեջ է, պետք է ասես Տեր, դու տեսես երեխային չես տվել կորցնելու համար։ Այս աղոթքը միշտ հիշեք, Մովսես ինչ ասեց։ Եգիպտոսում մի հատ կճղակ չեմ թողի։ Ես շատ անգամ ասում եմ, Տեր, այս երեխեքը որ տվել ես, չես տվել կորստի համար։ Դու շատ ես փրկել, փրկում ինչի համար։ Կորցնելու համար։ Փրկել ես փրկելու համար, ապրեսնելու եղբայրն ասեց։ Այո, եղբայրներ քույր ժամանակն է։ Աղաղեք Տիրոջը սրտանց Տիրոջը լեզը փնտրեք։ Ու Աստված իր ողորմությունը պետք է անի։ Այո, նրա իր որդին տվեց, ինչը չպարկևի։ Հետո պետք է մի կարճ ասեմ, որ դու իր որդորի, որպեսզի վերջի հավատք ունենան։ Հավատքով եղած աղոթքը հիվանդը փրկվում է։ Երանի քեզ հավատացյալ, որ լրիվ հույսը Տիրոջ վրա ես դրել։ Շատեր ասում են, դե աղոթում եմ, բայց չգիտեմ Աստված կլսի։ Հասկացար։ Աստված բոլորի աղոթքը լսում է։ Նրանք, որոնք որ մեղքի կյանք չեն ապրում։ Նրանք, որոնք անկեղծ են, որոնք իրոք որ սիրտը բացում են Տիրոջ առջև։ Նրանք, որոնք տեսնում են իրանց անկարողությունը, բայց հետո կողքին ինչ պետք է տեսնեն։ Տիրոջ կարող զորությունը։ Հակոբոսը մարգարացավ։ Հիվանդը եթե կա, երեսներ կանչեք։ Գրված է, թող յուղովոց են Տիրոջ անունով։ Հավատքով եղած աղոթքը հիվանդը պետք է փրկվի։ Եթե մեղք էլ գործել է, պետք է ներվի։ Գիտեք, քիչ հրաշներ չի լինում հիմա։ Լինում են։ Ես օրինակ շատ անգամ վկայել եմ Արթուր ջան,
Այն անցյալին չէր, մի հատ երիտասարդ հիշում եք, այն մյուս պաշտամունքին, առաջի անգամ եկել էր ամուսացած երիտասարդ, քաղցկեղ հիվանդություն, չար որակ։ Այդ անձնավորությունը եկա բժշկվեց։ Ինչի բժշկվեց։ Անկեղծ հավատաց։ Քրիստոս մեր մեղքերի համար տանջվեց, Եսայի նախորոք մարգարացավ։ Նա մեր անիրավությունները, մեր մեղքերը իր վրա վերցրեց։ Հետո դրանով չվերջացավ։ Եվ նրա վերքերով չասեմ, պիտի բուժվենք։ Բժշկվեցինք արդեն, կատարվում է մարգարությունը։ Եղբայրներ, քույրեր, անկեղծ հավատքը շատ կարևոր է։ Եթե մի ձեռք ստեղից մեկնում, մի ձեռք էսպես չի լինի։ Դու ամբողջովին այն դրատեսկինը ոչ ամաչեց, ոչ բան չասեց, իա, այդ առիթը խի բաց թողնեմ։ Տղամարդկանց բրտեցես կոմ աճ ու ցախ, ասեց Քրիստոսի փեշին կբնեմ։ Փեշին կբնեմ։ Եղել է Քիշինովի տարիներ առաջ, ես էլ ասեմ, մայրը քանի 100 կիլոմետր հեռու քաղաք բերել պաշտամունքի տեղ, ասես պաշտամունքի։ Երեխայի մար աղոտ կնարի նույն բան չի բժշկվի։ Ճանապարհի միջև տուն հասնելը բժշկվել, գիտեք ինչ համար։ Նույն այդ մայրը երեխային վերցել է մյուս կիրագորը, նորից այդքան ճանապարհ բերելը, որպեսզի շնորհակալություն հայտնի Տիրոջը։ Պատական չէ Տերը դա փորձես, ինչպես բորոտներին։ Դրա համար Տեր ուզում է, որպեսզի մենք գնահատենք։ Չմոռանանք իր արած բոլոր բարի հարությունները, նրա անսահման ողորմությունները, որ անում է։